Երևանի Թեքեյան կենտրոնում կայացած խորհրդաժողովին մասնակցել են գիտական ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից եւ Արցախից։ Քննարկման առանցքում պատմական գարդմանն էր, որտեղ դարեր շարունակ ապրել էր հայը։ Այս խորհրդաժողովը բացառիկ է այն առումով, որ հնարավորություն է եւ հարթակ է վերաիմաստավորելու եւ արժեվորելու հայկական հնագույն երկրամասի գարդմանքի բազմատարյա պատմությունն ու մշակութային ժառանգությունը, անօրինական բռնակցումը եւ բռնի տեղահանությունները, ինչպես նաեւ գարդմանահայերի ունեցվածքի յուրացումն ու մշակութային կոթողների ոչնչացումը։ Գարդմանը պատմական հայկական գավառ է բազմադարյա մշակութային ժառանգությամբ։ Մինչև 20-րդ դարի սկիզբն այնտեղ ապրում էին հազարավոր հայեր։ Այնինչ մեկ դար առաջ տեղի ունեցավ Գարդմանում, կրկնվեց նաև Արցախում, նույն ձեռագրով, նույն հետևանքներով։ Մենք նաև սովորեցինք Արցախյան հաղթանակի ուրախության ֆոնին մի տեսակ մոռացված Գարդմանի վերջին պատառիկի Շահումյանի հայաթափման դասը, որ կրկնվեց 23 թվականի Արցախի բռնի տեղահանման ժամանակ։ Նման գիտաժողովներ այլևս վերածվում են սրբազան մի առաքելության, հիշելու, ճանաչելու եւ սերունդներին փոխանցելու մեր ամբողջ հայրենիքի գալիքի տեսիլքը։ Խորհրդաժողովի նպատակն էր խոսել էթնիկ զտման ենթարկված ժողովրդի իրավունքներից եւ փաստագրել Ադրբեջանի կողմից հայերի ունեցվածքի յուրացման եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը։ Կորուսյալ հայրենիքի վերադարձը սկսվում է փաստերից ու թվերից, ընդգծել է ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ Մենք ունենք կորուսյալ հայրենիք եւ այդ կորուսյալ հայրենիքի վերադարձի համար պետք է պայքարել։ Իսկ էթնաժողովրդագրական գործընթացների ուսումնասիրությունը հենց դրա կարևոր գրավականն է, որտեղ դու խոսում ես, թե ինչպիսին է եղել բնակչությունը եւ այսօր այդ տարածքներում գոնե մի հայ չի ապրում։ Բանախոսների խոսքում ոչ միայն պատմական փաստեր էին, այլև մտահոգություն տարածքային կորստի, ինքնության պահպանման։ Արցախի թեմի առաջնորդի խոսքով կորուստները նաև ազդակ են պատմությունից դասեր քաղելու։ Ժամանակ առ ժամանակ մենք կորցնելով առաջ ենք գնում եւ այս կորուստը երբևիցե չի դարել մեզ համար ռազմավարություն, թե ինչն է պատճառը, որ մենք կորցնում ենք եւ հետեւություններ չենք անում, սա կնշանակի, որ հա պետք է մենք իմաստուն գործենք, կարողանանք հավաքագրել մեր ամբողջ մտածելակերպը եւ կառուցել այնպիսի մի գաղափարախոսություն, որը մենք ոչ միայն կորցնելու այդ տենդենսը պիտի կանխենք, այլ նաև դեր կանգնենք մեր անանց ժառանգություններին։ Խորհրդաժողովին ներկա էին նաև գարդմանահայեր, որոնք 1988-ին բռնի տեղահանվել էին իրենց պատմական հայրենիքից։ Տիկին Կարինեն լավ է հիշում իր անցած ճանապարհը։ 1988-ի նոյեմբերին իր ընտանիքի հետ ստիպված եղավ լքել Գարդմանը։ Սեփական տանն ապրելը արդեն անհնար էր դառնում։ Սկսեցի մեզ ճնշել, անդադ ասում էին պետք է դուրս գաք, այս ձեր տունը չի արդեն, այս արդեն մերն է, մեր երկիրն է, մեր տունն է, ձեզ ստեղ ոչ մի բան չունեք։ Դրա համար էլ այսպես ասած դաժե մեկ եկել էր մտել մեր տուն, ասում էր քո երեխեքին հենց հիմա քո դեմ կսպանենք։ Տունը տվեք մեզ, ազատեք ու գնացեք ստեղից, այդ ձևի բաներ ա եղել։ Լարիսա Ալավերդյանի խոսքով ազգը, որն իր ապագան չի նախագծում դարերի կտրվածքով, դատապարտված է ինքնավերացման։ Գարդմանը մեզ հիշեցնում է, ժամանակն է դասեր քաղելու։ Ազգը, որը չունի ռազմավարություն, կարճատև 100 տարվա համար, միջնաժամկետ 300 տարվա համար եւ երկարաժամկետ 500 տարվա համար նա ոչ միայն շատ ծանր օրեր է ապրելու եւ ճակատագիրը իր հարցականի տակ է դնելու, այլ ինքը հենց ինքնասպանության ճանապարհն է բռնելու։ Դա մեզ համար մի բան պետք է նշանակի՝ դասեր։ Հայոց արևելից կողմեր, Գարդման, պատմություն եւ իրականություն միջազգային խորհրդաժողովի ավարտին կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, պահանջելով Ադրբեջանի կառավարությունից եւ միջազգային հանրությունից ճանաչել Գարդմանի հայ բնակչության իրավունքներն ու պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը։